Այսուհետև նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը հնարավոր կլինի կնքել թվային էլեկտրոնային տարբերակով, այս մասին ասուլիսում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։ Ըստ նրա, դեռևս դեկտեմբերի սկզբին ազգային ժողովը ամբողջությամբ եւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը թիրախավորում է օրենքի կարգավորման երկու կետ։ Առաջինը նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի կնքումն է էլեկտրոնային տարբերակով, երկրորդը այս գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցմանն է վերաբերում, որը ևս հնարավոր է իրականացնել առանց մարդկային գործոնի ազդեցության, ինքնաշխատ եղանակով։ Քաղաքացիները կարող են գործարքները կնքել թվային միջավայրում, էլեկտրոնային միջավայրում։ Այսինքն գործարքը ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, անկախ այն հանգամանքից թե քաղաքացին աշխարհի որ վայրում է գտնվում, եւ նորից նույն ձև էլեկտրոնային եղանակով ներկայացվում է դիմում պետական գրանցում կատարելու համար կադաստրի կոմիտե։ Եվ ինչպես նշեցի, արդեն այդ գործարքից էլ ծագող իրավունքները որոշակի վավերապայմանների առկայության դեպքում կարող են նաև գրանցվել ինքնաշխատ եղանակով։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն իր խոսքում ընդգծեց, որ նախագիծը պիլոտային է, առաջին փուլը տևելու է 18 ամիս, որի ընթացքում հավաքագրվելու են նախագծի ընթացքում ծագած հնարավոր խնդիրները, այդ ուղղությամբ լուծումներ են առաջարկելու, կատարելու են շտկումներ, իսկ էլեկտրոնային պայմանագրերի գործարքների կնքման սահմանափակումներ չկան։ Միակ սահմանափակումն էլ վերաբերում է տարիքային շեմին, այսինքն գործարքներ կարող են իրականացնել 18 տարին լրացած քաղաքացիները։ Անձնական տվյալների հնարավոր արտահոսքի եւ դրան հարակից այլ ռիսկերի բացառման համար էլ Ղազարյանը նշեց, որ ռիսկերը հասցրել են նվազագույնի, քանի որ անձը խիստ նույնականացում է անցնում։ Անձը նախմուտք է գործում կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ, պարտադիր կերպով ես եմ նույնականացման հարթակի միջոցով նույնականացվելով, դրանից հետո իր մոտ կա անձնական գրասենյակ բաժին, որտեղ արտացոլվում են այն գույքերը, որոնք վերջինիս պատկանում են սեփականության իրավունքով եւ որոնց վերաբերյալ քաղաքացին կարող է իրավունք ունի կնքելու գործարքներ։ Նաեւ արտացոլվելու են այն գործարքների, տիպային գործարքների տեսակները, որոնք որ քաղաքացին կարող է կնքել էլեկտրոնային միջավայրում առանց նոտարական վավերացման։ Ենթադրենք, ես ուզում եմ ինձ պատկանող գույքը օտարել, ընտրում եմ առուծախի պայմանագիր տեսակը, ընտրում եմ այն գույքը, որը ցանկանում եմ օտարել եւ համակարգը ինքնաշխատ լրացնում է այն տեղեկատվությունը, որը արկա է կադաստրի կոմիտեի էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում։ Դա կլինի գույքի հասցեն, գույքի մակերեսը, այլ նույնականացնող տվյալներ եւ այլն։ Ինչից հետո քաղաքացին հնարավորություն է ունենալու միայն լրացնելու օրինակ գործարքի արժեքը, թե ինչ գնով է ցանկանում օտարել իր գույքը եւ ստորագրելուց հետո կրկին էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելուց հետո ներկայացնելու է արդեն մյուս կողմին ստորագրում։ Իդեպ օրենքի նախագծից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։